շատ սրտեր կան, որ ննջել են անհայտ, բայց ինձ գեզմանը սկսել է հրաշներ գործել։ Գնացում են գեզմանին, փրկվել են մարդիկ։ Չարը միշտ գործում է, եւ նա գիտի մեր մտային աշխարհը, մեր հոգու աշխարհը, մեր սրտի աշխարհը, մեր էությունը, ինքնությունը։ Մարդիկ կան, որ ծնվում են հենց օրորոցից սուրբ։ Այս մասին խոսում է նաեւ Պողոս Առաքյալը, որ ներքիննի է կոչվում նրանց։ Եթե որը մեկը ասի, որ Նարեկացին բանաստեղծ է, սուտ է, նա ուղղակի Աստծո պարգև է ստացել։ Այնքան ներծծվեց իր մեջ այդ սրբությունները, որ այդտեղ ծաղկեց Էջմիածինը։ Դրամաբանորեն հետևում է, որ սա հավիտենական աղոթատեղի է։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր խոսելու ենք հայոց սրբերի, նրանց կյանքի, վարքի, նրանց օրինակի մասին։ Մեր տաղավարում է Տեր Շահե Քահանա Հայրապետյանը։ Տեր Հայր, շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր տաղավարում եք։ Աստծո ողջույն ձեզ։ Տեր Հայր, ինչ է առհասարակ նշանակում սուրբ քրիստոնեական ընկալմամբ։ Սուրբ նախ, եթե նայենք լեզվաբանական իմաստուն, նշանակում է ընդհանրապես մաքուր։ Բայց դա իհարկե հիգիենիկ մաքրության մասին չէ, այլ մտքի, զգայականի եւ ընդհանրապես մեկ միտք ունենալու Աստծո հետ եւ իր կյանքը ինքը պետք է առաջնորդի Աստծո պատվիրաններով ու խոսքով եւ այն պիտի դառնա իր դավանությունը այդ ժամանակ արդեն ինքը իր էությամբ ունենում է հատկանիշներ, որոնք եթե ոչ այս կյանքում են արտահայտվում, ապա մահվանից հետո, որտեղ շատ սրբեր կան, որ ննջել են անհայտ, բայց ինձ գեզմանը սկսել է հրաշներ գործել։ Գնացում են գեզմանին, փրկվել են մարդիկ։ Այնպես որ մենք չենք կարող ասել, ասենք մատը դնել, ասենք որ սա սուրբ է, սա սուրբ չէ, որտեղ Տերը ինքը գիտի։ Օրինակ սուրբ գրքից մենք գիտենք մարդու, որը ուղղակի կատաղի մարտնչող էր ընդդեմ քրիստոնեական վարդապետության, նույնիսկ հասնում էր օտար երկրներ, այնտեղից բանտում էր, այսինքն ձերբակալում էր, բերում էր, որ Երուսաղեմ դատապարտեն կամ բանտը նետեն կամ մահան արժանացնեն, մենք ունենք Պողոս Առաքյալի օրինակը։ Բայց եթե ինքը անոթ է ընտրված Աստծո համար, ինչպես Անանիային է ասում Անանիա Առաքյալին, ապա մենք այդ հարցերը արդեն չենք քննում, Տերը ինքը գիտի։ Դրա համար ասենք պիտակավորել, որովհետև ասենք հենց վերջնական ասենք խոսք ասել այս մարդու վերաբերյալ, ուղղակի դա վրիպում է, մարդկային վրիպում է, որովհետև Աստծո գործերը անքննելի են, եւ մենք ինչ գիտենք այդ մարդը, որ այսօր ասենք շփոթված էր, այսօր ինքը շեղված էր եւ այլն, վաղը գուցե այնպեսի դարձ ունենա, որ զարմանք պատճառի ամբողջ աշխարհին։ Տերեր, իսկ այնուամենայնիվ սրբադասում ինչպես է կատարվում։ Հետաքրքիր է, որ մինչև վերջերս ամենայն դեպս մինչև 2015 թվականը մատենադարանում եւ բազում ձեռագրատներում որոնեցին հայոց մեջ սրբադասման կարգը, բայց այն չգտան։ Եվ դրա համար, ասենք, եպիսկոպոսաց ժողովը, երկու կաթողիկոսների հետ միասին, Մեծի տանագիրիկը եւ իհարկե ամենայն հայոց կաթողիկոսի միասին մշակեցին մի կարգ եւ կարողացան սրբադասել Եղեռնում 1.5 միլիոն հայերի, որովհետեւ նրանք նահատակվեցին, որովհետեւ հայ էին եւ քրիստոնյա։ Ահա այդ սրբադասման դասը այդպես կատարվեց։ Ինձ հետաքրքիր է ինչն է հիմք ծառայում մարդուն սրբադասելու համար, այսինքն հիմնականում ինչն է հիմք ծառայում։ Ես խոսեցի դավանության մասին։ Ես ինչ դավանություն ունեմ։ Այն է ոչ քրիստոնեական իհարկե սրբադասումը, օրինակ ասենք ենթադրենք արևելյան պաշտամունքի մեջ բուդդիստներ, հնդուիստական, սանքրապիլիսոպայության եւ այլն։ Եվ իրենք ուրեմն աշխատում են իրենց ներաշխարի վրա։ Չակրամներն են սկսում բացել, հասնում են սախրասրային, որպեսզի բրահմանին տեսնեն կամ նիրվանայի մեջ լինեն, խաղաղության մեջ եւ այլն, եւ իրենք ասենք
ունեն, ասենք, դրանք սրբեր, որոնք մեդիտացիա են արել եւ 400 տարի մնացել են նույն տեղում։ Այսինքն իրենց չափանիշները լրիվ այդտեղ չկա, ասենք, նահատակություն հանուն ինչի։ Այդտեղ կա ուղղակի ներզգայական, ներմարդկային աշխատանք, որը ուղղակի իրենց նաև տանում է դեպի պաշտպանական գոտիներ, օրինակ ասենք, չգիտեմ, քունգֆուի, ասենք դպրոցի, չգիտեմ, կարատեի եւ այլն, որոնք իրենք կարծում են, որ իրենք այդ մեթոդով պաշտպանելով իրենց սրբությունները, այսինքն իրենց բուդդիստական տաճարները կամ համապատասխան դաոիստների եւ այլն, իրենք համարվում են սրբեր։ Մերը այլ է։ Մերը ուղղակի բարձ կյանք է։ Քրիստոսի պատվիրաններ եւ ապրիր այս կյանքը պահելով Տիրոջ սկզբունքները։ Մենք ունենք այո նույնպես ուտիկ եւ պահոց օրեր, այսինքն մարդը ոչ միայն ասենք գիտական, չգիտեմ, աշխարհայացքային առումով մոտենում է Աստծուն, այլև ինքը իր մարմինն էլ է զսպում կրքերից, ուտելով համապատասխան կերակուրներ կամ ծոմ պահելով եւ այլն։ Բայց Պողոս առաքյալը ասում է, որ մարմնական մարզումները ոչինչ են, բայց հոգևորը տանում է ամեն ինչի, այսինքն փրկում է մեզ, այսինքն գերխնդիրը փրկությունն է։ Եվ դրա համար, ասենք, որևէ կրոնում իրենց, ասենք, չգիտեմ, առաջնորդները դա Մուհամմեդն է, Բուդդան է, չգիտեմ, ցին թագավորության մեջ ով է եւ այլն, Քրիստոսն է, որ կոչվեց փրկիչ։ Եվ ինչից փրկեց մեզ։ Մեզ փրկեց դժոխքի սպառնալիքից։ Եվ մեզ տարավ երկնքի արքայություն, այսինքն ավելի բարձր, քան դրախտներ երկրի վրա։ Ահա փրկության խորհուրդը։ Տերեր, ինչու ենք մենք ուսումնասիրում սրբերի կյանքը, ինչ է մեզ տալիս։ Ինքնության հարց է, միգուցե դժվարությունները հաղթահարելու միջոց է մեզ համար։ Եթե մենք նայում ենք աստվածաշնչյան սկզբունքներին, մենք տեսնում ենք, որ այդ, ինչպես ասենք, Եղիա մարգարեն էր ապրում, Երեմիա մարգարեն, Միքիա եւ այլն իրենց վարկերը նայելով, մենք տեսնում ենք, որ քրիստոնեական սրբերը առավել եւս ճգնակեցական են եղել։ Օրինակ ասենք, կային հունարեն բառեր, որ օգտագործում էր միջնադարում, դա մոնոզոնն էր կամ մոնոզ, այսինքն միայնակյաց, որոնք թողում էին հասարակությունը եւ գնում էին, ասենք, կամ անապատներում, կամ շահերերի մեջ, ճգնելու միայնակ ու գտնելու Աստծուն, այսինքն նրանք հեռանալով այս երկրայինից գտնում են երկնայինը, այսինքն ունեն փոխարինող մի բան, դա ինքնանպատակ չէ եւ երբ օրինակ ասենք ինքնանպատակ է այդ ամենը, իհարկե պարտության է մատնվելու, որովհետեւ չարը միշտ գործում է եւ նա գիտի մեր մտային աշխարհը, մեր հոգու աշխարհը, մեր սրտի աշխարհը, մեր էությունը, ինքնությունը եւ չարը ամեն կերպ գործում է խաթարելու, բայց մի գոտի կա, որտեղ չի կարող մտնել չարը, դա աղոթքի գոտին է։ Աղոթք մտքով հաստատված, սրտով հաստատված էությամբ մի կողմ դրված կրքերն ու զգայականները։ Որտեւ կուզեի փոքրիկ մանրամասնացնել այս մասին, սկզբնական շրջանում, երբ մարդը հավատքի է գալիս, Աստված մի կաթիլ սեր է տալիս իր սիրուց։ Եվ իրեն թվում է, թե ամբողջ աշխարհը տրվեց իրեն։ Եվ նա ամեն ինչի կարող է։ Դուրս գա փողոց, քարոզի, ասի երեխեք, սերը լավ բան է, եկեք, չգիտեմ, Աստված կա մեր մեջ։ Սա քննության շրջան է։ Եվ երբ Աստված այդ կաթիլ սերը հանում է ու թողում է ինքներս մեզ։ Այդ ժամանակ մենք զգում ենք մեր տկարությունը, մենք մեզ դժբախտ ենք զգում, Աստված մեզ լքեց, բայց իրականում չի լքել։ Ուղղակի ցույց է տվել այդ զորությունը, գնա այդ ճանապարհով, գնա ու կգտնես։ Աստվածային է տրվեց քեզ, ուսումնասիրիր Աստվածաշունչը,
փորձիր պահել այդ պատվիրանները եւ եկեղեցում հաղորդություն ստացիր, որովհետեւ մենք ունենք երկու սրբազան ավանդություններ, դա գրավոր ավանդությունն է, որ Աստվածաշունչն է, եւ բանավոր ավանդությունը, որ եկեղեցին է իր ամբողջ կարգ ու կանոնով ու իմաստությամբ։ Հիմա եթե մարդը չի գտնում իր ճանապարհը, նա պետք է դիմի անպայման կրոնավորին կամ գիտակ մարդու, որը ցույց կտա ճշմարիտ ճանապարհը։ Հիմա վերադառնանք դարձյալ սրբությանը։ Մարդիկ կան, որ ծնվում են հենց օրորոցից սուրբ։ Այս մասին խոսում է նաև Պողոս առաքյալը, որ ներքինի է կոչվում նրանց, որոնք սրբացված են, կան, որ ասում են նաև, ասենք, բռնի անում են այդ բանը, կան, որ հասնում են այդ բանին, այդ հասնողները, այդ ինքն իրեն որպես մարմին ճնշող եւ հոգին պայծառացրողներն են, որ դառնում են սրբեր։ Եվ իրենց կյանքը ուղղակի ամբողջ ընթացքը ապացուցում են դրա համար։ Օրինակ Քրիստոս ասում է, այսինքն հատիկը գցվում է հողի մեջ, մեկը տալիս է 30, մեկը տալիս է 60, մեկը 100 պտուղներ։ Եվ մեր հայրերը կարծես թե մեկնաբանում են, որ այդ 30 պտուղ ստացածը դա նրանք են, ովքեր ամուսնացած են, օրինակի համար։ Բայց պտղաբերել են բայել 60-ավորները, դրանք նրանք են, ովքեր իրապես հանուն դավանության, հանուն սրբության կարողացան նահատակվել։ Բայց 100-ավորները նրանք են, ովքեր նաև կարողանում են, ինչպես ասենք, Հովանոց Մեծին, Գրիգոր Նարեկացին նաև արտաշնչել, տալս մեզ այդ պտուղների արդյունքը, որպեսզի մենք դարերով սնվելով, մեզ մաքրելով կարողանանք հասկանալ այդ իմաստությունները, որ տրված է Աստծոց։ Օրինակ ասենք, եթե որը մեկը ասի, որ Նարեկացին բանաստեղծ է, սուտ է, նա ուղղակի Աստծո պարգև է ստացել, Սուրբ Հոգու պարգև, որ կարողացել է արտաշնչել ու տալ, այսինքն ամբողջ Աստվածաշունչը անցկացնել հայոց պրիզմայով ու տալ մարդկությանը։ Եվ հետաքրքիր է, որ երբ անգլերենով հրատարակվեց առաջին անգամ 60-ական թվականներին անցյալ տարի, Գրիգոր Նարեկացին հանկարծ աշխարհը մտածեց, ասես, սա բոլոր ժամանակների բանաստեղծն է Նարեկացին։ Եվ հիմա մեզ համար կարևոր է այս հատկապես այս բարդ ժամանակաշրջանում, երբ կարծես ճեղքվում են աշխարհայացքներ, դրույթներ, պետություններ, նոր քարտեզ է գծվում անընդհատ, պատերազմները ողողել են վարակա տարածումը այս ժամանակաշրջանում հետաքրքիր է հայրերից մեկը ասում է, եթե որևէ մեկը պահի իր ճշմարիտ դավանությունը, նա արդեն սուրբ է։ Այսինքն չտրվեց այս երկրային խայծերը չկերավ, այլ մնաց Տիրոջ հետ։ Դրա համար ինչքան ջանք պետք է թափել, որ ասատվել այդ YouTube-ային, չգիտեմ, Facebook-ային, այդ անընդհատ հեռուստացույցից թափվող, չգիտեմ, ինֆորմացիոն այս գոտին մաքրել եւ մնալ Աստծո հետ միայնակ։ Կարծում եմ սա արդեն սրբություն է։ Տեր հայր, ուզում եմ խոսենք Աբգար թագավորի մասին, ինչ դեր ունեցավ Աբգար թագավորը հայոց աշխարհում քրիստոնեության տարածման համար։ Ուրեմն սկսենք ձուկը գլխեմ են բռնենք։ Սկսենք Հիսուս Քրիստոսից, որ դարերով խոստացված, հետաքրքիր է, երբ նույնիսկ արդեն պտուղը կերել էին Ադամը եւ Եվան, եւ հանկարծ Աստվածաշնչում Ադամը Եվային կոչում է կյանք։ Այսինքն սա մարգարեություն է, որ դու մահը տվեցիր, բայց դու դինելու ես նաև կյանքի տվողը։ Այսինքն այն սերը, որը խախտեց աստվածային կանոնները, ինքը Աստված է ծնելու կյանք։ Եվ այդ կյանքը եկավ ու բնակվեց մեր մեջ։ Խոսեց իր ճշմարտությունները
եւ իբարս Աստծո այո հայազգի Պարթև Աբգար թագավորը, որը Տիգրան մեծի սերնդից էր, նա խոստովանեց Քրիստոս, որտեղ տեսավ այդ հրաշքները։ Ինքը չեղավ Երուսաղեմում, որտեղ խնդիր ուներ հռոմեական կայսրության հետ։ Իսկ դա հռոմեական կայսրության բաժին էր եւ ինքը պայմանագիր էր կնքել, որ ինքը չի խախտելու այդ կանոնը, բայց իր հպատակ Շամշագրամը եւ Անանը, որոնք նաեւ դիվանագիտական կապեր ունեին արևելքի կուսակալների հետ, վերադառնալիս մտան Երուսաղեմ, տեսան ճշմարտությունները եւ Աբգարին տեղյակ պահեցին եւ նա մի անգամից խոստովանեց, ասեց, երբ իր նամակը գրում էր Քրիստոսին, որ կամ դու Աստված ես կամ մարմնացած Աստված, Աստծո որդի, եւ հրավիրեց իրեն Եդեսիա, Ուրհա, որպեսի իրար հետ թագավորեն, ասում է, շատ հետաքրքիր նամակում ասում է, շատ մեծ չի իմ թագավորությունը, բայց երկուսով կվայելենք։ Իհարկե Քրիստոս մերժում է, որովհետև ասում է, ես եկել եմ հատուկ առաքելությամբ, մեսիայով, ես այստեղ պիտի կատարեմ, բայց իմ աշակերտներից մեկին կառաքեմ քեզ։ Տոնացույցի մեջ գրված է նախավգա արքա Սուրբ, այսինքն Քրիստոսին խոստովանող ամբողջ աշխարհում եզակի թագավորը։ Եվ Աբգարի մասին խոսելով ինչու նա այսպես խոստովանեց, որովհետև ընդհանրը պարզ, այսինքն մի մասունք բերեցին, ընդհանրը պատկերը, եւ ինքը իր հոդատապերը ամբողջը բժշկվեց։ Նամակագրությունը պահպանված է եւ նույնիսկ հետաքրքիր 19-րդ դարում շատ մեծ աղմուկ դուրս եկավ, երբ պեղում էին անում Եփեսոսում եւ հանկարծ Աբգար թագավորի նամակի հատվածը գտան քարի վրա, որը տան ընդամենը ուրեմն դրնդայ են ասում կամ ասենք բանը, այդպես գրված էր այդ նամակից հատված։ Այսինքն ինքը եղել է պահապան զորություն տվյալ մարդկանց համար, տվյալ, ասենք նայեք Եփեսոս։ Գտնում է Փոքր Ասիայում հիմա ընդհանրապես հետ կչկա, որովհետև թուրքերը ամբողջությամբ վերացրել են այդ, ոնց որ ասենք Նիկիա պիտի գնա Հռոմի պապը, բայց Նիկիա չկա։ Հասկանում եք, ոչնչացված է բարբարոսների կողմից։ Եվ այդ քարի կտորը էլի ամու պարսած, էլի Աբգարի ով լինելը բան սկսեց թարգմանալ 17-րդ դարի կեսերին եւ իհարկե կային գիտնականներ, օրինակ Կոնիբեր եւ այլն, որոնք ուղղակի ջնջում էին խորենացուն, որտեղ խորենացին է որ խոստանում որ ինքը հայ է, ինքը հայոց պարթևների սերունդն է, երկու պարթևական տոհմ կար, որը Աբրահամի, Քետուրի սերունդներն էին, կեսը նստում էին Պարսկաստանում եւ հայկական ճորները նստում էր հայոց աշխարհում, եւ դա էր պատճառը, երբ օրինակ ասենք Սասանները եկան 4-րդ դարում, 3-րդ դարի ասենք վերջերին, եկան արդեն տիրապետություն վերցրեցին Պարսկաստանում, ամբողջ պարթևները փախանեկան Հայաստան։ Ասենք նույն Անակը, որ եկավ սպանեց Խոսորին, իր հորեղբոր որդին էր։ Հա, այսինքն միանշանակ հայոց արքայական տոհմը դա կրողն է եղել նաև Աբրահամի սերնդի եւ Հիսուս Աբրահամի Դավթի որդին ինչպես է Աբգարը ողջունում է Հիսուսին դերշանում էր շրջագիծը փակվեց այսինքն հայոց գենը ճանաչեց եւ հետո զարմանալի մանրամասներ կան մշակութային առումով, ես կուզեի մի քիչ այդ մասին խոսել, օրինակ ասենք, ենթադրենք թաղման արարողություն։ Տարբեր ազգեր տարբեր սովորություններ ունեն, բուրգեր են կառուցել, մեկը վառում են, մեկը դնում են, անգղները ուտում են, չգիտեմ ինչ։ Կովկասյան լեռներից մինչև Պաղեստին ընկած տարածքում թաղել են ննջեցյալին, հասկանում ես։ Եվ հանկարծ
երբ եկան ու ասացին, որ Քրիստոս արություն է արել մեռելներից, դա մեր մշակույթին շատ մոտ էր։ Եվ հավատքը Աբգարի իհարկե զորացավ եւ նա հավատաց։ Եվ ես կուզեի Աբգար թագավորի այդ որպես նախավկա արքայի հենց իր քրոջ որդու, այսինքն իր քրոջ թորնիկը, որը Սանդուկտկույսն էր, նա միանգամից հավատաց Թադեուս Առաքյալին։ Սա գենետիկ պարգևներ են, ասենք հայոց գենետիկ պարգևներ, որտեղ այս տարածաշրջանում էր, որ դրախտն էր, այս տարածաշրջանի վրա իջավ նաև Նոյը, Արարատի եւ այդ մշակույթը ամբողջ սրբությամբ կրելու ենք մինչև վերջ, մինչև Քրիստոսի երկրորդ փառավոր գալուստը, որտեղ նայեք, ասենք եկեղեցու դեմ պայքարող զորություններ, սովետական միություն, բարձր սատանան պայքարում, բայց նա, ասենք, հեղինակազրկեց սովետ շրջանում 20-ական թվականներին կաթողիկոսին կրոնավորներին, ուրեմն բանտում էին կրոնավորներին, սպանում էին կրոնավորներին, վերջում քանդում էին եկեղեցիները ու դարձնում էին պայծներ։ Մենք 100 տարին մեկ հանկարծ նման երևույթներ ենք հանդիպում, հասկանու՞մ, օրինակ ենթադրենք, Շահ Աբբաս 17-րդ դար 1604 թվական ամբողջ հայությանը գաղթեցնում է դեպի Պարսկաստան։ Բայց ինչ է անում։ Ուզում է Էջմիածինը քանդի տանի Պարսկաստան։ Դրանից հետո կանցնի եւս 100 տարի։ Դարձյալ փորձություններ, եւս 100 տարի ռուսական արտանիշանություն, Պոլոժենյան եկեղեցիը 100 տարի հետո Եղեռն եւ այլն բոլշևիզմ 100 տարին լրացել է։ Հասկանու՞մ, այսինքն մեր իմունիտետը բարձր է։ Մենք դիմանալու ենք այս ամենին։ Եվ կգնան մարդիկ ամենատարբեր գաղափարներով, օրինակ ասենք 100 տարի առաջ Յաթաղանով եկան, չգիտեմ, այս ամեն ինչով եկան, բայց հետաքրքիր է, որ 100 տարին լրացավ արդեն եկան Սաղմոս ասելով, կամ Աստվածաշունչը թևի տակ աղանդավորները, չջնջեցին Յաթաղանով, հիմա դուք Աստված պաշտեք, մենք ենք ասում, գիտեք, օրինակ ենթադրենք, թե 50-ականներ ասում, ես ու դու նույն ենք, ասում ինչպես, ասում են, մենք ենք երրորդություն խոստովանում, բայց իրենք ուրիշ Հիսուս են դավանում, որտեղ 60-ական թվականներին կոնկրետ նույն աղանդները հայտարարեցին, որ մեռել է հին Քրիստոս, մենք հայտարարում ենք նոր Հիսուս։ Այդ նոր Հիսուսը ով է։ Ես չեմ ճանաչում։ Հիմա նոր մոտեցումներով են գալիս Տեր Հայր ամեն անգամ։ Գիտեք, դա ուղղակի Աստված մերժություն է։ Եվ իրենց, եթե օրինակ ասենք դնես քննության աղանդը միշտ էլ համարվել է սրբապղծություն, որտեղ ինքը եկել է քանդելու այն Հիսուսադիր եկեղեցին, որ վեմի վրա կառուցվեց։ Իրենք վեմը չունեն։ Իրենք կավա կինոդահլիճում սկսեն ասենք պրովոկացիաներ անելով իհարկե Պողոս Առաքյալի խոսքը, որ մեր մարմինը տաճար է Սուրբ Հոգու համար եւ մենք որ տաճար ենք, մի քանի հոգով հավաքվենք, արդեն Հիսուսի խոսքերով կդառնանք եկեղեցի եւ այլն։ Այսինքն այդ մեռոնի գաղափարը, դավանության գաղափարը, օծության գաղափարը եպիսկոպոս, կաթողիկոս, քահանա եւ այլն ամբողջովին մերժում են։ Օրինակ բողոքականների մոտ հետեւյալն է. եթե ես խոստովանեցի Հիսուս, ես արդեն քահանա եմ։ Դա կապ չունի։ Կինա տղամարդը եւ այլն, որովհետեւ հիշում եմ 90-ական թվականներին, որ նոր փլուզվել էր խորհրդային միությունը, այստեղ եկավ նաեւ մեթոդիստ եկեղեցու կին եպիսկոպոս Ամերիկայից։ Նրանք ամեն մեկը գալիս էին իրենց թագավորությունը հաստատելու այս փոքրիկ գողտրիկ հայոց աշխարհում։ Մեզ թվում է թե դա կրոնական ուղղություններ են, բայց իրենք լուրջ քաղաքական ուղղություններ են եւ իրենք տեղեկացնեղը դառնում են քվե տվող։ Ով կպաշտպանի իրենց։ Տեր Հայր, ուզում եմ, որ խոսենք նաև Աշխենթագուհու, Խոստովի Դուխտի, Տրթատ արքայի եւ վերջապես Գրիգոր Լուսավորչի մասին։ Թադեուս Առաքյալից հետո եւս 10 հայրապետ նստեցին
Արտազի գավառում, 24 հայրապետներ Սյունիքում, եւ այսինքն Թադեոսի եւ Բարտոմեոսի բերած հիմնած եկեղեցիները ապրեցին մինչև Գրիգոր Լուսավորիչ, մինչև 3-րդ դար։ Հալածանքները շատ մեծ էին եկեղեցու դեմ։ Ագաթ Հանգեոսի պատմություն հայացում մենք տեսնում ենք, թե Խոսրով երկրորդ արքան ինչ հրաման է արձակում ընդդեմ քրիստոնյաների, ամենադաժան, բայց եւ ինքը ուզում է կնության առնել քրիստոնյա մի կույսի, որը հռիփսիմեն է, օրինակի համար, որտեւ Դիոկլետիանոս կայսրը Դիոկլետիան ինքը ասում է, որ եթե գտնես այդ կույսին հետ ուղարկիր բան եւ այլն, բայց եթե տեսնես շատ սիրուն է դու առ։ Այստեղ ոչ թե սիրո գաղափար է, ոչ թե իդեա է, այլ այսինքն ոնց որ ապրանքը, էլի սիրուն ապրանքը լավ դու վերցուկես։ Եվ Տրթատը փորձում է իրան առարիփսիմ էին, բայց իհարկե պարտվում է եւ դրա համար կատաղած նահատակության է ենթարկում 36 կույսերի։ Իհարկե կույսերի շատերը գնացին ասան վիրահայոց աշխարհ, նունեն էր կամ ասենք մանյան մնաց բանը Սեպոլորան վրա եւ այլն, որտեղ 120 կույսեր դուրս եկան Հռոմից եւ եկան դեպի հայոց աշխարհ։ Հիմա ինձ համար շատ կարեւոր է հայոց աշխարհում նահատակված սրբերի թե ազգությամբ հայերի, այսինքն սրբեր որպես ես շատ եմ գնահատում, որ այո հայոց աշխարհում նահատակված ու հանուն հայության։ Որտեւ Թադեոս Առաքյալն էլ ինքը որ աղոթք էր անում, երբ բանտում էր եւ արդեն պետք է գլխատեին իրեն, նա հայոց աշխարհի դարձի համար աղոթք արեց։ Եվ Բարտոմեոս Առաքյալը, որ ոգուհի իշխանուհու նույնպես դարձի բերեց եւ նահատակվեց, եւ մենք կարող ենք ուզում եմ ասել անընդհատական է եղել, օրինակ 111 թվականին Հռոմից 9000 զինվորներ հեռացան, որտեղ իրենք քրիստոնյաներ էին եւ եկան հայոց աշխարհ, Արարատյան գավառ, մասի փեշերի տակ։ Այստեղ քան որ կային լեգիոններ եւս, ուրեմն հռոմեական 1000 հոգիներ միացան, դարձան 10000։ Բայց Հռոմի կայսրը հատուկ գնդեր ուղարկեց եւ բոլորին նահատակեց հայոց աշխարհում։ Հիմա իրենց թափած արյունը հայոց աշխարհի վրա չէ արդյոք։ Արդյոք նրանք մեր սրբերն էլ չեն, անունները չգիտենք, բայց այնքան ներծծվեց իր մեջ այդ սրբությունները, որ այդտեղ ծաղկեց Էջմիածինը։ Եվ Էջմիածինը երբեմն պարգև էր, որտեղ լուսավորչի տեսիլքը դա վկայում էր այդ մասին։ Բայց մենք պիտի խոստովանենք նաև, որ Էջմիածին դա հավիտենական աղոթքի վայր է, որտեղ Վազգեն առաջինի ժամանակ անցյալ դարի 50-ական թվականներին, երբ փորձում էին վերականգնել հատակը, որտեղ այնքան էր տուֆը մաշվել, որ անգամ սկիհը բերելիս վախենում էին քահանաներ, որ ոտքը կգնի այդ մաշված տուֆին եւ կթափվի սրբությունը, հանկարծ բեմի տակ բացվեց գրակարան, զոհասեղան, հեթանոսական, այսինքն գուցեև դա Նոյի նահապետի առաջին զոհն էր, որ մատուցեց, որ հաճելի եղավ Աստծուն։ Ես չեմ կարող ասել, բայց դրամաբանորեն հետևում է, որ սա հավիտենական աղոթատեղի է։ Էջմիածինի կաթողիկոսությունը ընդհատվել էր 485 թվականին, երբ այո քաղաքական դրդումներով Հովան Մանդակոնի կաթողիկոսը դվին բերեց աթոռը։ Բայց 1441 թվականին այն վերստին կաթողիկոս տեսավ Կիրակոս առաջին վիրապետի։ Թափառել է աթոռը բազում տեղերով։ Եվ բոլոր դարերում այդ Էջմիածնի կարոտը զգացել են, այսինքն այդ սրբության կարոտը զգացել են, որ անընդհատ սրբեր է ծնում։ Եվ
Ստեփանոս Օրբելյանը ողբի վրա կաթողիկեի կգրի եւ տարբեր ուրեմն մտածողներ հայոց եւ սրբեր կգրեն Էջմիածնի վերաբերյալ քաղցն ու կարոտը զգալով։ Իհարկե գլուխ ունենալով լուսավոր չի։ Մենք խոսեցինք Հռիփսե 1 կույսի մասին, որի նահատակեց, բայց այնտեղ 36 կույսերի ուրեմն նահատակության վայրում նաև թագավորի դրթատ արքայի կինը, Աշխենը եւ Խոսրովի դուխտը իրենց դիպակներով, իրենց ոսկե կար շորերով բերում էին հողը, փաթաթում էին մարմինները եւ դնում էին գերեզման պաշտելով ու հարգելով, որտեղ իրենք հանուն Քրիստոսի զոհվեցին եւ իրենք եւ Աշխենը եւ Խոսրովի դուխտը դարձան սրբեր, այսինքն գնահատվեցին որպես սրբեր։ Եվ հետաքրքիր է, որ դարեր կանցնի ու Վարդանանց քաջերը, որոնք նահատակվեցին հանուն հայրենյաց, հանուն հավատո, այդ սկզբունքը պիտի մեր մեջ մնա մինչև Արցախյան ազատամարտի կոչեր։ Եվ դա երբեք ոչ մեկ չի կարող մարեցնել, հանգեցնել, ասելով որ գիտեք նոր մտածումներ պիտի ունենաք դուք, այլևս չգիտեմ եսի պետք է մնաք, սա ռոբոտ չի։ Սա մեր հոգու կանչն է։ Դեր քանի որ Վարդանանց մասին խոսեցիք, ուզում եմ մի փոքր ակնարկել Ղևոնդյանց քահանաների մասին շենք, որոնք ապացույցն էին, որ հայ հոգևորականը ոչ միայն խաչով, այլ նաև զենքով է պայքարել։ Ղևոնդերից, որի ճառը դա նույն հիմքներ դնում, ինչ որ հետագայում պիտի դնի Նարեկացին Մատյան ողբերգությանը։ Դա հիմքներ։ Այսինքն այդ հիմքի վրա պիտի բարձրանա հայոց աղոթական Մատյանը։ Ղևոնդ երեցը եւ քահանայից կազմը, որոնք ուղղակի ավերեցին, դեն նետեցին Ադրուշաններ, որ պիտի վերեին հայոց մեջ, որպեսզի կրակապաշտ դառնայինք մենք, այսինքն մենք նախկինում կրակներ ենք պաշտել, ծառայել ենք պաշտել, որտեղ Ղևոնդ Ալիշանի հին հավատք հեթանոսական հայոց այդ գործում մենք տեսնում ենք ինչքան պաշտամունքներ ենք ունեցել մենք, բայց մենք մերժել ենք, որտեղ տեսել ենք Աստծո հրաշքը։ Եվ հետաքրքիր է, որ մեր մոտ այդ Ղևոնդ երեցի կատարած գործը դա գիտակցական, դա ոչ թե պատահական, այլ գիտակցական հավատք է եւ գնահատանք Քրիստոսի փառքի։ Եվ այդ միջոցով է, որ իրենք շահեցին սրբերի դասակարգման աստիճանը։ Վարդան Մամիկոնյանի խոսքը ամբողջովին վերցված է Մակաբայեցիներին ու քահանայից, այսինքն դասի խոսքերից հատիկ դրեք համատական արեք։ Այսինքն Աստվածաշունչը եւ հայոց զորականի համար, եւ հայոց կրոնավորի համար, եւ շինականի համար եղել է հիմքը։ Եվ այսօրվա մարդը պիտի մտածի ինքը ինչ աշխարհայացք ունի, ինչ մտածումներով է գլուխը դնում բարձին, որ Անդրանիկը ասում ես եւ գլուխը դնես բարձին մտածիր ինչ արեցիր հայրենիքի համար, բայց հին մարդը հայրներով էր դնում իր գլուխը բարձին, որտեղ նա գիտեր, որ ի ծայրս աշխարհի եւ տարի մեջ, ինչպես Նարեկացին է ասում, որ դիեզերքում ես դու եւ նաեւ մոլեկուլի մեջ ես դու, որը հետագայում իհարկե պետք է խոստովանային նաև գիտնականները տեսնելով այս ամենը, հիմա արդեն խոստովանում են շատ ֆիզիկոսներ, որ դիեզերքը ոչ թե պայթյունի արդյունք է, այլ դա մի գիտակցական, բարձր գիտակցական արդյունք է, որտեղ նույն կազմը ունի եւ փառք Աստծո, որ սրբերը հենց ճանաչել են այդ արարչին եւ իր որդուն եւ Սուրբ Հոգու զորությունը։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ նոր հայացք հաղորդաշարի ընթացքում զրուցում էինք սրբերի օրինակի մասին։